Բարև բոլորին, այսօր ձեզ եմ ներկայացնում խոզի մսի պահածոյացման շատ պարզ և հստակ բաղադրատոմս։ Պատրաստում եմ խոզի փափուկ մսով և իմ նախընտրած բանջարեղեններով։ Կտրատած մսին ավելացնում ենք բանջարեղենները։ Այսօր ես նախընտրել եմ երկու տեսակի սող, ծխտոր, կանաչ պղպեղ, գազար, սունկ, համեմունքներից բնականաբար աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, համեմի սերմ։ Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, համեմեք ինչպես դուք եք ցանկանում։ Վերջում նաև ավելացրել եմ 2 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Բանջարեղենները ավելացնելուց հետո այս ամենը լավ խառնում ենք և թողնում ենք հանգստանալու մոտավորապես 2 ժամ։ Այնուհետև սկսում ենք միսը լցնել ստերիլիզացված տարաների մեջ։ Ես ամեն տարայի մեջ դնում եմ 1-ից 2 դափնու տերև։ Տարաները լցոնելուց հետո դրանք դասավորում ենք կաթսայի մեջ և պատրաստում ենք ջեռոցում եփելու համար։ Ասեմ, որ շատ թույլ ենք ծածկում։ Կաթսայի մեջ այնքան ջուր ենք լցնում, որպեսզի տարաները կիսով չափ լինեն ջրի մեջ։ Այնուհետև դնում ենք ջեռոցը և միացնում 150 աստիճան։ Սիրելիներս, սկզբից 150 աստիճանի տակ եփում ենք մի ժամ, ապա ցածրացնում ենք ջերմաստիճանը մինչև 100 աստիճան և թողնում ենք եփվի մինչև մոտավորապես 5 ժամ, ապա նորից ենք բարձրացնում մինչև 150 աստիճան և եփում մի ժամ, որից հետո անջատում ենք ջեռոցը և տարաները թողում ենք ջեռոցում, որպեսզի սառչեն։ Այնուհետև հանում ենք և մի անգամ ևս ամուր փակում ենք և կարող եք արդեն պահել կամ սառնարանում կամ ինչ-որ նկուղում, որտեղ որ պահում եք։ Արդյունքը ֆանտաստիկ է, բարի ախորժակ։